Պարոն Թունյան, դուք որպես տնտեսագետ, որպես տնտեսական հանձնաժողովը երկար տարիներ ղեկավարած մարդ, ինչպես եք վերաբերում Հայաստանում սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերին, ավելի կոնկրետ հարցս ձևակերպեմ, մարդկանցից բիզնես խլելու արատավոր մշակույթին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Մանուկյան։ Խլելու վատ են վերաբերվում, բայց պիտի հասկանանք խլել ասելով ինչ նկատի ունեք։ Եթե տեղի է ունեցել ապօրինություն կամ իրավախախտում եւ պետությունը դրան նորմալ արձագանքում է, հակառակը դա չանելը կդիտվի որպես բացասական երևույթ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ըստ էության հարցիս այդքան էլ չպատասխանեցիք։ Ինձ ձեր դիրքորոշումը որպես տնտեսագետի էր հետաքրքրում, նորմալ է արդյոք մասնավոր սեփականության նկատմամբ նման վերաբերմունքը եւ ինչպես է դա անդրադառնում ընդհանուր երկրում ներդրումային միջավայրի վրա։ Տիկին Մանուկյան, կարծում ձեր հարցին պատասխանեցի, եթե բիզնեսի նկատմամբ կամ քաղաքացու սեփականությունը ապօրինի խլվում է, պետականացում է կամ ինչ-որ մեկից անցնում է մյուսին, դա բացասաբար է ազդում, բայց եթե կան դրա համար ինչ-որ քրեական հանցագործության էլեմենտներ, տեղի ունեցել ի սկզբանե հանցագործություն ու պետությունը դրան չի արձագանքում, այդ դեպքում դա է բացասաբար ազդում թե օտարերկրյա ներդրողների վստահության վրա, թե քաղաքացիների վստահության վրա, թե բիզնես միջավայրի վրա։